Պահում է կալանքի տակ օրենքի ուղիղ պահանջի կոպիտ խախտման, քանի որ պատգամավոր դառնալով նա պետք է ուղղակի անմիջապես ազատ արձակվեր։ Գրեթե ամեն օր այս ամեն ինչի ֆոնին հանրությունը մենք բոլորս լուրերում կարդում ենք տարբեր տեսակի հանցագործությունների մասին, շատ ժամանակ զենքի կիրառմամբ, հրազենի կիրառմամբ, թմրամիջոցների շրջանառությունն ու հասանելիությունը դարձել են կարծես սովորական մի բան։ Եվ ես համոզված եմ, որ եթե այն ջանքն ու եռանդը, որն այսօր ուղղվում է ընդդիմադխոսներին հետապնդելուն, եթե այդ ջանքը ուղղվեր այս ամենի կանխմանը, բացահայտմանը այդ հանցագործությունների, շեշտակի կնվազեր հանցագործությունների քանակը։ Այսօր իրավապահ համակարգի գլխավոր նպատակը դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին ահաբեկելը։ Այն վերածվել է քաղաքական իշխանության ցանկացած ապօրինի հրահանգ կատարելու գործիքի, անտեսելով իր իրական առաքելությունը։ Իմ աջակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր այս պահին անցնում են տարբեր քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով եւ ենթարկվում են հետապնդման։ Այս ամբիոնը եւ մեզ վստահված պատգամավորական մանդատը մենք շարունակելու ենք նաեւ օգտագործել ձեր նկատմամբ իրականացվող ապօրինությունների դեմ պայքարելու եւ դրանք կանխելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը չի գործում մեր ժողովրդի եւ հայրենիքի շահերից, եւ հենց այդ պատճառով ոչ միայն չենք նահանջելու մեր պայքարից, չենք լռելու, չենք հանձնվելու, այլև վստահ եմ, որ միասին կարողանալու ենք հասնել մեր երազած Հայաստանին։ Շնորհակալություն։